Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ և շարժվում ենք Երևան Project-ի ստեղծագործական հետքերով, ավելի մանրամասն խոսելու ենք մեր հյուրերի հետ, ովքեր արդեն տաղավարում են, պրոդյուսեր Լևոն Աթայանը և երգչուհի Սաթեն Սահակյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ ձեր օրը մեզ հետ եք սկսում և շնորհավորում ենք նոր տեսահոլովակի թողարկման կապակցությամբ։ Արդեն մոտ 10 օր անցել է, չէ՞, թողարկումից, թե մոտավորապես ինչ արձագանքներ կան։ Արձագանքները լավն են, ինձ թվում է դիտումները լավն են, ոնց որ այսօր ավելի տրենդային, հա, դիտումները առաջինն են, չէ՞, միշտ բան լինում։ Ընդհանուր առմամբ դեռ վատ արձագանք չենք տեսել, շատ։ Հա, կարծիքները շատ դրական են։ Այս անգամ ոնց որ որտեղ լինում են երգեր, որտեղ մարդիկ ինչ որ կարծիքներ, շատ խիստ կարծիքներ լինում են, մարդիկ ասում են, չէ, ես չհավանեցի այս երգը կամ ինչ որ բան, այս անգամ ոնց որ թե դեռ լավ է։ Հա, ինձ թվում է շատ հայկական է։ Հենց այդ պատճառով կարծիքները հիմնականում դրական են։ Ֆոլք երգերի պոպուրի է։ Ֆոլք երգերի պոպուրի է, հա, երկու երգ է ներառված, մեկը շատ փոքրիկ մաս է, որպես ինտրո, սկիզբ, նախաբան։ Մյուսը ամբողջական ֆոլք հին հայկական ժողովրդական երգ է, հարսանեկան։ Դե հենց դրա մասին է։ Պոպուրիի հատվածը ապահովելու համար, հա։ Ինչպես որոշեցիք, որ հարսանեկան հենց այս ստեղծագործությանը պիտի անդրադառնաք, կոմերցիոն նպատակ ունի, ինչ նպատակ ուներ այս երգը ընտրելը։ Հիմնականում կոմերցիոն, որովհետև երգը, եթե կհիշեք, անցած տարի ամառվանից շատ հայտնի դարձավ, որովհետև հարսնագովքի ժամանակ այդ վերջին մասը, երբ որ արդեն փեսային են կանչում, հիմնականում բոլորը հենց այս ստեղծագործությունն են կատարում։ Այս երգով են փեսային կանչումներ ու ժողովուրդը շատ սիրեց ու բոլորը համարյա թե անգիր գիտեին այս երգը։ Մենք էլ որոշեցինք ներառել մեր երգացանկում։ Մենք անցած տարվանից ենք կատարում այս երգը։ Երևան Project-ի կատարմամբ, լայվ կատարմամբ, թե ֆեստերի ժամանակ ամբողը, թե համերգների ժամանակ ուղղակի մարդիկ շատ սիրեցին ու մեր հետ հավասար երգում էին։ Ու հետաքրքիր որ երեխաներն են ավելի աշխույժ։ Հա, փոքրից մեծ երեք միջոցառման ժամանակ երբ թե 4-5 տարեկան կլներ այդ երեխեն անգիր երգում էր։ Հա, ու դրանից հետո Լևոնի մոտ միտք հղացավ, որ տեսահոլովակել նկարենք ու մեր ոնց որ Երևան Project-ի մատուցմամբ ներկայացնենք։ Ճիշտ ասում։ Ինչպես հասկանում ենք, ստեղծագործությունները ընտրելու և տեսահոլովակները նկարելու գաղափարները հիմնականում պատկանում են ձեզ Լևոն։ Կարելի ասել հա։ Ինչպես եք կատարում այդ ընտրությունները, որովհետև նախորդիվ իհարկե ստեղծագործական ընտրություն ունենք Յարս Սարինա, որը բավականին մեծ հեղինակություն է վայելում մինչ օրս։ Դե ամեն անգամ մի քիչ բարդ է ճիշտ ասած երգ ընտրելուց երբեք չգիտես ինքը հիթ կդառնա թե չէ, միշտ պատահականությունն է ամեն ինչում լինում։ Այս անգամ վերջին մի երկու անգամներ է ես ավելի շատ փորձեցի, որ մենք, քանի որ մեր ֆորմատի մեջ է ժողովրդական երգերի որոշ չափով ավելի ժամանակակից մատուցումը, հա հիմա մանավանդ տրենդային է դա, մենք էլ մեր ոճով ենք ամ փորձեցինք տարբերակով չեմ կարող ասեմ, այնքան բարդ հարց է, որտեվ երբևիցե չգիտես երգը հիթ կդառնա, թե չէ, փորձում ես sense փորձդ աշխատանքային պրակտիկան կարևոր է էլի երևի։ Եվ տեսահոլովակը կրկին հայկական մոտիվներով է։ Կարելի ասել է։ Ով է նկարահանել։ Նկարահանել է մեր sense ասած ստեղծագործական թիմը, որոնց հետ աշխատում ենք, Աբո Մեղրիկյանն է նկարել իր ողջ թիմով, նաև մեզ գեղեցիկ հարսի հագուստը Տերյան կենտրոն Գովազդի չէ, կարելի ասել, չէ։ Տերյան մշակութային կենտրոնը։ Հա, Տերյան մշակութային կենտրոնն է տրամադրել, ինչի համար շատ շնորհակալ եմ իրենց, որտեվ իրենք էլ մեծ ներդրում ունեցան, հա։ Յարս Սարինա ստեղծագործության մասին խոսեցինք, մոտավորապես 8 միլիոնի է արդեն հասնում դիտումները, որպես պրոդյուսեր եւ նաեւ որպես խմբի անդամ չկա միշտ այդ կսկիցը, որ այնպիսի մեծ դիտումներ ունի այս երգը, որ կարող է այդպես էլ նմանատիպ մեծ դիտումներով երգ այլևս չստեղծվի, կա թե չէ այդ զգացողությունը։ Զգացողություն Թե նշաձող է, որին փորձում եք ամեն հաջորդ երգով հասնել։ Այո, նշաձող է, որին փորձում ենք հասնել։ Ամեն հաջորդ երգը Հեշտ հարցեր եք տալիս։ Իհարկե ինքը որպես նշաձող արդեն կա, որտեղ մենք միշտ ինչ-որ մի նոր երգ դուրս գալուց համատում ենք, բայց ժամանակ առ ժամանակ ինտերնետում այդ ալգորիթմների փոփոխության առումով
դժվար ես կարողանում հասկանալ ինքը արդյոք կհասնի։ Օրինակ մենք այլ սոցիալական հարթակում կարող եմ անունտալ հարթակների սոցիալական, Instagram-ի նկատի։ Այո, իհարկե կարող եք։ Instagram-ում օրինակ մեր մոտ բավականին ակտիվ են դիտումները, ել ավելի, քան օրինակ YouTube-ում։ Յուրաքանչյուր ինչ որ տեսահոլովակ։ Պահ է գալի, որ հակառակն է լինում։ Այսինքն միշտ ինչ որ հետում ես, բայց բնականաբար դու միշտ պետքա ձգտես ել ավելի լավը, ել ավելի շատ դիտումներ, ել ավելի հայտնի երկ ունենաս, որ մարդիկ։ Դե բայց դիտումները կարևոր են, դուք նշեցիք դրա մասին, չէ՞, հենց ամենասկզբում։ Սա չի խանգարում ստեղծագործելիս, որովհետև ժամանակակից արտիստների համար, հատկապես երաժշտությամբ զբաղվող մարդկանց համար, ինձ թվում է սա ամենամեծ ստրեսածին գործոնն է, երբ դու սկսում ես անդադար մտածել դիտումների տարածման մասին։ Չէ, ինձ թվում է չի խանգարում, որովհետև փորձում ենք ինչքան հնարավոր է շատ ու ինչքան հնարավոր է սեղմ ժամկետներում նոր ստեղծագործություններ թողարկել, հատկապես հեղինակային ստեղծագործություններ, որտեղ սա օգնում է, չեմ, ժողովրդի երբեմն օգտագործում ես ինչ որ կոմերցիոն բաներ, հա, գործիքավորման երգի մեջ, բայց միևնույնն է այդ ամբողջը պատահականություն է։ Դիտումների մասին է խոսքը։ Եվ նաև հիտ դառնալու։ Ինչպես նշեց ալգորիթմը փոփոխվում է։ Թվային աշխարհի մասին խոսելով, վերջերս ChatGPT-ի հետ էիք համագործակցել, ինչ համագործակցություններ կպատմեք մեզ։ Դա այդքան համագործակցություն չէր, ինչքան ուղղակի այսպես նոր տարուց հետո ունենք ինչ որ փոքրիկ ազատ ժամանակ, փորձեցինք ժամանակակից տեխնոլոգիաները օգտագործել, երբ տեսահոլովակ սարքելու sense ինչ որ հետաքրքիր փորձ ունեցանք, իրականում հետաքրքիր էր, որովհետև արհեստական բանականությունը բավականին շատ հարցերում կարող է քեզ օգտակար լինել։ Իհարկե չի կարող ինքը դեռ իմ համոզմամբ մարդու գործոնը փոխարինել, բայց բավական հետաքրքիր փորձ էր։ Վերադառնալով հարսանեկան երգին եւ ստեղծագործությանը, ուզում ենք իմանալ, որքանով են Ինգան եւ Անուշը ոգեշնչել ձեզ այս ստեղծագործության հարցում։ Շատ։ Դե հենց իրենցից է եկել ստեղծագործությունը, իրենց միջոցով է հայտնի դարձել, ու մենք էլ փորձել ենք հնարավորինս մոտ, որ շատ չփոփոխվի, հա, Նաև պատիվը բարձր պահել։ Դե որովհետև դա էլ է նշաձող վստահաբար։ Չէ, իհարկե։ Առաջիկայում ինչ պլաններ ունեք։ Համերգներ, բացօթյա փառատոներին տարբեր մասնակցություններ եւ նոր երգեր։ Ու տեսահոլովակներ։ Բնականաբար, Որոնք մենք ակնկալում ենք տեսնել շատ սեղմ ժամկետներում եւ հա Գիտեք ոնց է, մեր մոտ ամեն ինչ sense ինչ որ վերջին րոպեներին է որոշվում։ Օրինակ մենք տեսահոլովակ պետք է նկարենք, sense արագ չէ, ինչ որ մի շաբաթվա մեջ որոշում ենք ինչ որ դա էլ է հետաքրքիր։ Հա շատ հետաքրքիր է զանգումը, երեխեք ջան, 2 օր է մնացել, շորը որոշեք, ինչ եք հագնելու, մենք սենց խառնաշփոթի մեջ։ Ինչ որ տեղերով կարել, խանութներ։ Քո համար շատ հետաքրքիր է, հա։ Դե նենց չի որ ես։ Մեր համար ստրեսային է։ Դե, բայց ստրեսն էլ կարող է, չէ՞, մոտիվացիա լինել ստեղծագործողի համար, հատկապես մեր ժամանակներում առանց դրա թերևս անհնար է։ Դիտենք տեսահոլովակը։ Մենք այո, խոսեցինք այսքան, բայց մեր հեռուստադիտողներին դեռ հնարավորություն չենք տվել դիտելու, շատ ճիշտ ժամանակն է ձեզ շնորհակալություն հայտնել նախ որ մեր տաղավարում էիք։ Եվ ի վերջո, սիրելի հեռուստադիտողներ, դիտել տեսահոլովակը մենք անհամբեր ենք։